Լուռ ու նվիրված, նա երբեք ուշադրություն չէր գրավում։ Բայց բավական էր ընդամենը մեկ մեկնաբանություն արթնացնելու համար այն մարդու հետաքրքրությունը, ով ամեն ինչի տերն էր։ Այդ օրվանից հայացքներն այլս չեն ստում։ Եվ վտանգն աճում է յուրաքանչյուր մերձեցման հետ։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք ալիքին, կիսվեք սիրելի մարդկանց հետ։ Չմոռանաք նշել, թե որտեղից եք դիտում։ Մարինե Օհանյանը միշտ եղել է այն մարդկանցից, ովքեր աննկատ են մնում։ Ոչ թե տաղանդի կամ խելքի պակասի պատճառով, այլ սեփական ընտրությամբ։ Այն օրվանից, երբ նա աշխատանքի ընդունվեց Ալեքսանյան Հոլդինգ Երանի խոշորագույն բիզնես կառույցներից մեկը, նա հասկացավ, որ զսպվածությունն իր լավագույն դաշնակիցն է։ Մինչ մյուս գործընկերները պայքարում էին ուշադրության կենտրոնում լինելու համար քաղաքական դաշինքներ կնքում միջանցքներում, նա պարզապես աշխատում էր։ Գալիս էր վաղ, գնում էր ուշ, ներկայացնում էր անթերի հաշվետվություններ, գլուխը կախ էր պահում։ Այդպես էր նա գոյատում իշխանության անխախտ հիերարխիաների այդ աշխարհում։ Ընկերությունը զբաղեցնում էր Հյուսիսային պողոտայի ամենահեղինակավոր շենքերից մեկի 3 ամբողջական հարկերը։ Հայելային ապակիներ, մարմարե միջանցքներ, ժամանակակից արվեստի գործեր պատերին։ Այնտեղ ամեն ինչ շնչում էր հաջողությամբ, սառնությամբ, կարգուկանոնով։ Մարինեն աշխատում էր 17-րդ հարկում, ռազմավարական վերլուծության բաժնում։ Այդ պաշտոնին նա հասել էր մեծ ջանքերի շնորհիվ, տարիներ շարունակ լինելով ընդամենը գործավարի օգնական։ 28 տարեկանում նա կառուցել էր ամուր կարիերա, հարգված էր իր ներկայացրած թվերի համար, բայց անտեսանելի էր նրանց համար, ովքեր իսկապես կարևոր էին։ Իսկ իսկապես կարևոր մարդն ուներ անուն ազգանուն՝ Ֆելիքս Ալեքսանյան։ Հոր կառուցած կայսրության ժառանգորդը, ով ավարտել էր 2 արտասահմանյան համալսարան, ուներ անբիծ համբավ մի կեցվածք, որը վախեցնում էր նույնիսկ ամենափորձառու ղեկավարներին։ Ֆելիքսը ստանձնեց հոլդինգի նախագահի պաշտոնը 35 տարեկանում, երբ հայրը որոշեց հեռանալ, առողջությամբ զբաղվելու համար։ Եվ այդ օրվանից նա ընկերությունը դարձրեց էլ ավելի մեծ, ավելի շահութաբեր, ավելի ազդեցիկ։ Մարինեն նրան միշտ տեսնում էր հեռվից։ Նա անցնում էր միջանցքներով վստահ քայլերով, անթերի կոստյումով, ուղիղ կեցվածքով, հայացքը հեռուներում։ Երբեք չէր ժպտում։ Երբեք ոչ ոքի չէր ողջունում, բացի անհրաժեշտ դեպքերից։ Նա շրջապատված էր օգնականներով, իրավաբաններով, մենեջերներով, բայց բոլորը գիտեին, որ խորքում Ֆելիքս Ալեքսանյանը միայնակ մարդ էր։ Նրան չէին ճանաչում ընկերուհի, կին, նույնիսկ մտերիմ ընկերներ։ Նրա կյանքը ընկերությունն էր։ Նրա նպատակը, թվերը։ Նրա ինքնությունը, իշխանությունը։ Մարինեն երբեք չէր պատկերացնում, որ մի օր իսկապես կհատվի նրա հետ։ Նրա համար Ֆելիքս Ալեքսանյանը հեռավոր, գրեթե առասպելական կերպար էր, մեկը, ով պատկանում էր իրենից բոլորովին այլ տիեզերքի։ Նա սերում էր Վանաձորից մի հասարակ ընտանիքից, ուսուցչի դերձակուհու դուստր էր։ Սովորել էր պետական համալսարանում, ինքն էր վճարել իր մասնագիտական դասընթացների համար, պայքարել յուրաքանչյուր հնարավորության համար։ Գիտեր, որ երբեք հավասարի պես չեն ընդունի այն մարդիկ, ովքեր շրջում էին շքեղության ազդեցության այդ աշխարհում։ Եվ դա նորմալ էր։ Նա կարիք չուներ, որ իրեն տեսնեին։ Նա պարզապես պետք է աշխատեր։ Բայց կյանքը յուրահատուկ ձով փոխում է ամեն ինչ, երբ ամենից քիչ է սպասում։ Ուրբաթ էր, երեկոյան ժամը 7-ի կողմերը։ Աշխատակիցների մեծ մասն արդեն լքել էր շենքը, բայց Մարինեն դեռ այնտեղ էր, ստուգում էր մի հաշվետվություն, որը պետք է հանձներ երկուշաբթի։ Նա միշտ այդպես էր անում։ Մնում էր մինչ ուշ, մենակ, օգտվելով լռությունից, ավելի լավ կենտրոնանալու համար։ Այդ օրը Հարամ բաժնի մի քանի գործընկերներ նույնպես մոտակայքում էին, ավարտում էին որոշ աշխատանքներ մինչ հանգստյան օրերը։ Մարինեն գնաց խոհանոց սուրճ պատրաստելու, երբ ծանոթ ձայներ լսեց։ Ճանաչեց Կարինեին Անդրանիկին, 2 վերլուծաբանների, ովքեր աշխատում էին այլ բաժնում։ Նրանք անկաշկանդ զրուցում էին, ծիծաղում ինչ-որ բանի վրա, Մարինեն մոտեցավ, չցանկանալով ընդհատել։ Հենց այդ պահին լսեց իր անունը։ Կարինեն ասում էր, որ Մարինեն շատ կանոնապահ է, շատ իր մեջ փակված, իսկ Անդրանիկը կատակեց, թե նա երի սիրահարված է տնօրենին։ Երկուսն էլ ծիծաղեցին։ Մարինեն զգաց, թե ինչպես այտերը կարմրեցին, բայց լուռ մնաց չերալով։ Այնուհետ Անդրանիկը շարունակեց այն բամբասկոտ տոնով, որը տիրում է կորպորատիվ միջավայրերում։ Իսկ դու տեսել ես Ֆելիքս Ալեքսանյանին այսօր։ Այդ մարդը սառցե արձան է։ Լուրջ եմ ասում, երբեք չեմ տեսել, որ նա ժպտա։
Երի մենակ է քնում, մենակ աշխատում, մենակ ապրում։ Գրած կգամ, որ նույնիսկ չգիտի, ինչ է զվարճանալը։ Կարինեն համաձայնեց, ծիծաղելով. Հա, բայց տես, այդքան փողով, այդքան իշխանությամբ մարդը կյանք չունի։ Պատկերացնում ես լինել այդքան հաջողակ ու մի նույն ժամանակ այդքան միայնակ։ Նույնիսկ խղճում եմ։ Եվ հենց այդ պահին Մարինեն, առանց շատ մտածելու, ամաչկոտ ժպիտով միացավ խոսակցությանը։ Գուցե նա այդպես է նախընտրում։ Մարդիկ կան, որոնց ընկերակցություն պետք չէ երջանիկ լինելու համար։ Երկուսն էլ զարմացած շրջվեցին։ Անդրանիկը ծայրի շրթունքով ժպտաց. Մարինե, միշտ պաշտպանում ես անհասանելիին։ Զգույշ եղիր, մի օր կլսի քեզ ու կմտածի, որ հետաքրքրված ես։ Մարինեն ժպտալով գլուխը թափահարեց, բայց առանձնապես կարողություն չտվեց։ Նա վերցրեց սուրճը, փոխանակեց մի քանի անկարող խոսք վերադարձավ իր սեղանի մոտ։ Մտքով անգամ չանցավ, որ այդ խոսքերը կարող են որևէ հետանք ունենալ։ Դրանք պարզապես միջանցքային զրույցներ էին, աշխատանքային օրվա վերջում հոգնած մարդկանց անմիտ խոսակցություններ։ Այն, ինչ նա չգիտեր, այն էր, որ Ֆելիքս Ալեքսանյանը դեռ շենքում էր։ Նա դուրս էր եկել վերի հարկի խորհրդակցությունների սենյակից իջել 17-րդ հարկ, վերցնելու մի քանի փաստաթուղթ, որոնք մոռացել էր մենեջերներից մեկի մոտ։ Անցավ միջանցքով լուր, ինչպես միշտ, պատահաբար լսեց ամբողջ խոսակցությունը։ Ամեն բառ, ամեն ծիծաղ, ամեն մեկնաբանություն։ Ֆելիքսը մի պահ կանգ առավ, թաքնված ապակե միջնապատի հետում, փորձում էր ընկալել լսածը։ Առաջին անգամը չէր, որ լսում էր մեկնաբանություններ իր անձնական կյանքի մասին։ Բայց այս անգամ այլ էր։ Այդ աշխատակցուհու Մարինեի ձայնի մեջ ինչ-որ բան կար, որը նրան անհանգստացրեց։ Դա ծաղր չէր։ Դա ըմբռնում էր։ Կարծես նա տեսնում էր իրեն այնպես, ինչպես ոչ ոք չէր տեսնում։ Նա մնաց այնտեղ անշարժ, հեռվից հետելով, թե ինչպես է Մարինեն վերադառնում իր սեղանի մոտ, կենտրոնացած, սուրճը ձեռքին, աչքերը փաստաթղթերի վրա։ Ֆելիքսը ճանաչում էր այդ դեմքը։ Մի քանի անգամ տեսել էր Մարինեին, միշտ զուսպ, միշտ կենտրոնացած։ Գիտեր, որ նա լավ է աշխատում, որ հետողական արդյունքներ է տալիս, բայց երբեք իսկապես ուշադրություն չէր դարձրել։ Իր համար նա ընդամենը մեկ անուն էր հարյուրավոր աշխատակիցների ցուցակում։ Բայց հիմա առաջին անգամ Ֆելիքս Ալեքսանյանը բռնեց իրեն մտածելիս մեկի մասին, ով ոչ մի կապ չուներ բիզնեսի, պայմանագրերի կամ շահույթի հետ։ Հաջորդ օրերին ինչ-որ բան փոխվեց։ Ֆելիքսը սկսեց նկատել Մարինեին այնպես, ինչպես երբեք չէր նկատել։ Տեսնում էր, երբ նա գալիս էր շենք, միշտ ճշտապահ, մաշված կաշվե թղթապանակը թիտակ։ Նկատում էր, երբ նա անցնում էր միջանցքներով, միշտ զուսպ կեցվածքով, առանց ուշադրություն գրավելու փորձի։ Տեսնում էր, թե ինչպես է նա քաղաքավարի վերաբերվում գործընկերներին, բայց պահպանում որոշակի հեռավորություն, կարծես ինչ-որ բան էր պաշտպանում իր ներսում։ Մարինեն իր հերթին գաղափար անգամ չուներ, որ իրեն հետում են։ Շարունակում էր իր սովորական առօրյան, խորասուզված թվերի, գրաֆիկների հանդիպումների մեջ։ Բայց ինչ-որ բան սկսեց անհանգստացնել նա իրեն։ Հայացքներ էր զգում։ Ոչ թե սովորական հայացքներ, այլ այնպիսի ուշադրություն, որը զգում ես մաշկիդ վրա, նույնիսկ չտեսնելով, թե որտեղից է գալիս։ Մի քանի անգամ, աչքերը բարձրացնելիս, նա բռնացնում էր Ֆելիքսին սրահի մյուս կողմում, հայացքը սեռած իր ուղղությամբ։ Երբ նրանց հայացքները հանդիպում էին, նա արագ շեղում էր հայացքը, կարծես չէր ուզում, որ իրեն բռնեն։ Դա այնպես էր ազդում Մարինեի վրա, որ նա չէր սպասում։ Սիրտը սկսում էր արագ բաբախել։ Ձեռքերը քրտնում էին։ Նա փորձում էր կենտրոնանալ հաշվետվությունների վրա, բայց միտքը համառորեն վերադառնում էր այն հեռավոր, հզոր, անհասանելի մարդու մոտ։ Ինչ անհեթեթություն, մտածում էր նա։ Ինչ ծիծաղելի է այսպես ազդվել։ Բայց ճշմարտությունն այն էր, որ երկար ժամանակ անց առաջին անգամ Մարինեն իրեն նկատված զգաց։ Եվ դա վախեցնում էր նույնքան, որքան հմայում։ Հաջորդ շաբաթները լարվածության լռության խառնուրդ էին։ Ֆելիքսը շարունակում էր իր սառը հեռավոր կեցվածքը, բայց Մարինեն նկատում էր փոքրիկ ժեստեր, որոնք նախկինում չկային։ Նա հաշվետվություններ էր պահանջում անմիջապես իրենից, մենեջերների միջոցով փոխանցելու փոխարեն։ Հարցեր էր տալիս, որոնք կարծես անհրաժեշտից ավելին էին, ասես ուզում էր լսել նրա ձայնը, հասկանալ նրա մտածելակերպը։
Եվ Մարինեն միշտ վստահությամբ էր պատասխանում, փորձելով պահպանել հանգստությունը, բայց ներսում շփոթված էր երկու կրակի մեջ մասնագիտական էթիկայի, որը միշտ առաջնորդել էր իրեն, մի գրավչության, որն աճում էր յուրաքանչյուր հանդիպման հետ։ Հենց այդ ժամանակ հայտնի դարձավ միջազգային խոշոր գործարքի մասին։ Ընկերությունը պատրաստվում էր միլիոնավոր դոլարների պայմանագիր կնքել եվրոպացի ներդրողների հետ, Ֆելիքսը ամեն ինչի կենտրոնում էր։ Շաբաթներ շարունակ նա գրեթե ապրում էր ընկերությունում, ղեկավարելով անվերջ հանդիպումներ, վերանայելով պայմանագրեր, բանակցելով կետերի շուրջ։ Մարինեն հետում էր ամեն ինչին հեռվից, տպավորված նրա կարողությամբ տիրապետել յուրաքանչյուր մանրուքի, հարգանք ներշնչել առանց բղավելու, մարտահրավերները հաղթանակների վերածել։ Այն գիշեր, երբ պայմանագիրը վերջապես կնքվեց, շենքում զուսպ տոնախմբություն էր։ Ղեկավարները տոնում էին ներկրված շամպայնով, ուսերին թփթփացնելով փոխադարձ գովեստներով։ Մարինեն դիտում էր իր սեղանից, զուսպ ժպտալով, ուրախ լինելով, որ թեկուզ հեռվից, բայց մասնակից է ընկերության համար այդ պատմական պահին։ Երբ վերջին ղեկավարը հեռացավ, լռությունը տիրեց հարկում, Մարինեն դեռ այնտեղ էր, կարգի բերելով իր փաստաթղթերը, պատրաստվելով տուն գնալ։ Հենց այդ պահին լսեց վստահ քայլերի ձայն։ Աչքերը բարձրացրեց, զգաց, թե ինչպես շունչը կտրվեց։ Ֆելիքս Ալեքսանյանը կանգնած էր իր աշխատասենյակի մուտքի մոտ, բաճկոնը ուսին գցած, փողկապը թեթակի թուլացրած, այն խորը հայացքով, որը նա արդեն այնքան շատ անգամ էր զգացել։ Բայց հիմա նա այնտեղ էր, ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, շուրջ բոլորը ոչ ոք չկար։ Մարինե, ասաց նա խորը զուսպ ձայնով։ Ես պետք է խոսեմ քեզ հետ։ Նա կուլ տվեց թուքը, փորձելով հանգստություն պահպանել։ Իհարկե, պարոն Ալեքսանյան։ Ինչ է ձեզ անհրաժեշտ։ Նա մի քանի քայլ արեց դեպի իրեն, Մարինեն զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ Այդ պահին ինչ-որ տարբեր բան կար, ինչ-որ բան, որը շատ ավելին էր, քան աշխատանքը, հիերարխիան, պաշտոնականությունը։ Ես լսեցի, սկսեց նա, կանգնելով իր սեղանից մի քանի սանտիմետր հեռու։ Լսեցի, թե ինչ ասացիր այն գիշեր խոհանոցում։ Իմ մասին։ Իմ կյանքի մասին։ Մարինեն զգաց, թե ինչպես արյունը սառեց երակներում։ Դեմքը կարմրեց։ Ձեռքերը սկսեցին թեթակի դողալ։ Նա բացեց բերանը ներողություն խնդրելու, բացատրելու համար, բայց Ֆելիքսը ձեռքը բարձրացրեց, լռություն խնդրելով։ Պետք չէ բացատրել։ Ես այստեղ չեմ քեզ նախատելու համար։ Ես այստեղ եմ, որովհետև երկար ժամանակ անց առաջին անգամ մեկը ինձ իսկապես տեսավ։ Եվ այդ մարդը դու էիր։ Մարինեն չգիտեր ինչ ասել։ Պարզապես նայում էր նրան, փորձելով հասկանալ, թե ինչ է դա նշանակում, ինչ է նա ակնկալում իրենից։ Ֆելիքսը հոգոց հանեց, կարծես վերջապես թույլ տվեց, որ իր ներսի պատը սկսի փլուզվել։ Ես ամբողջ կյանքս անցկացրել եմ այս կայսրությունը կառուցելով։ Ստանձնել եմ պարտականություններ, որոնք չեմ խնդրել, ապրել եմ ակնկալիքների ներքո, որոնք երբեք չեմ ընտրել։ Եվ ինչ-որ պահի ես դադարեցի մարդ լինելուց։ Դարձա պարզապես պաշտոն։ Գործառույթ։ Անուն նախագահի ցուցանակի վրա։ Նա դադար տվեց, հայացքը սեռաց նրա աչքերին։ Բայց դու ինձ այլ կերպ տեսար։ Եվ հիմա ես այլս չեմ կարողանում քեզ անտեսել։ Նրանց մեջ տիրող լռությունը ծանր էր, լի չասված զգացմունքներով, զսպված ցանկություններով, վախերով, որոնք երկուսն էլ կրում էին։ Մարինեն զգաց, որ պետք է ինչ-որ բան ասի, բայց բառերը կարծես խրվել էին կոկորդում։ Ֆելիքսը մի քայլ հետ արեց, կարծես հասկանալով, որ չափն անցել է։ Ներողություն, մրմնջաց նա։ Չպետք է սա ասեի։ Մոռացիր, ինչ ասացի։ Եվ մինչ Մարինեն կկարողանար պատասխանել, նա շրջվեց հեռացավ, թողնելով նրան մենակ, արագ բաբախող սրտով, շփոթված մտքով մի սարսափելի համոզմունքով, այլս ոչինչ առաջվանը չի լինի։ Նրանց միջ ինչ-որ բան կոտրվել էր։ Եվ հիմա հետդարձի ճանապարհ չկար։ Մարինեն երկար րոպեներ կանգնած մնաց այնտեղ, փորձելով ընկալել, թե ինչ էր տեղի ունեցել։ Նրա խոսքերն արձագանքում էին մտքում։ Նա լսել էր իրեն։ Նա պահել էր այդ խոսքերը։ Եվ ավելին, դրանք ազդել էին նրա վրա։ Ինչ-որ անհասկանալի կերպով, նա մի հասարակ աշխատակցուհի, դիպել էր մի մարդու սրտին, ով անձեռնխելի էր թվում։ Հաջորդ օրերին ամեն ինչ նորից փոխվեց։ Հայացքներն ավելի խորն էին դարձել։ Զրույցները թե կարճ պաշտոնական կրում էին հուզական ծանրություն, որը երկուսն էլ զգում էին, բայց ոչ ոք չէր համարձակվում անվանել։
Մարինեն փորձում էր կենտրոնանալ աշխատանքի վրա, բայց անհնար էր անտեսել նրա ներկայությունը։ Ամեն անգամ, երբ Ֆելիքսը մտնում էր սենյակ, օդն ավելի խիտ էր դառնում։ Ամեն անգամ, երբ նա տալիս էր իր անունը, նրա ներսում ինչ-որ բան շարժվում էր այնպես, ինչպես երբեք չէր զգացել։ Իսկ Ֆելիքսը իր հերթին բացահայտում էր մի բան, որ երբեք չէր պատկերացնում, թե կարող է զգալ։ Նա, ով միշտ վերահսկում էր ամեն ինչ բոլորին իր շուրջը, հիմա իրեն լիովին խոցելի էր զգում մի կնոջ առաջ, ով նույնիսկ իր աշխարհին չէր պատկանում։ Փորձում էր հեռավորություն պահպանել այն սառնությունը, որը միշտ պաշտպանել էր իրեն, բայց ապարդյուն էր։ Մարինեն նրա կյանք մտել էր լուռ, բայց վերջնականապես։ Հենց այդ ժամանակ եկավ ընկերության տարվա ամենակարևոր հասարակական միջոցառման հրավերը։ Գալա ընթրիք ներդրողների, գործարարների, քաղաքական գործիչների երանի ազդեցիկ դեմքերի հետ։ Միջոցառում, որտեղ համբավներ էին ցուցադրվում, դաշինքներ կնքվում։ Ֆելիքսը պետք է ներկայանար ուղեկցությամբ, ինչպես միշտ անում էր, մենակ կամ ընկերության որևէ ղեկավար կնոջ հետ, արարողակարգի պահանջով։ Բայց այս անգամ նա արեց մի բան, որը բոլորովին անսպասելի էր։ Նա զանգահարեց Մարինեին։ Զանգը եկավ հինգշաբթի օրը, կեսօրից հետո։ Մարինեն խորհրդակցությունների սենյակում էր, երբ նրա ներքին հեռախոսը զանգեց։ Նա էր։ Ձայնը վստահ էր, բայց մի տոնով, որը նա երբեք չէր լսել։ Մարինե, ես ուզում եմ, որ դու ինձ ուղեկցես շաբաթ օրվա ընթրիքին։ Կարևոր միջոցառում է։ Նա բառեր չէր գտնում։ Խեղդվեց, փորձեց տրամաբանել, բայց կարողացավ միայն մրմնջալ։ Պարոն Ալեքսանյան, ես չգիտեմ, թե դա որքանով տեղին կլինի։ Կան այլ, ավելի հարմար մարդիկ։ Նա ընդհատեց նրան վստահորեն։ Ես չեմ խնդրում որպես տնօրեն։ Ես խնդրում եմ որպես տղամարդ։ Դու ուզում ես ինձ հետ գալ, թե? Ոչ։ Մարինեի սիրտն այնքան ուժեղ բաբախեց, որ նա մտածեց, թե Ֆելիքսը կարող է լսել հեռախոսի միջով։ Խորը շունչ քաշեց, փակեց աչքերը, հակառակ բոլոր տրամաբանությանը, հակառակ բոլոր վախերին, պատասխանեց. Այո։ Ես կգամ։ Եվ այսպես, մի պարզ ու սարսափելի պատասխանով, Մարինե Օհանյանը համաձայնեց մտնել մի աշխարհ, որը միշտ իրեն արգելված էր թվացել։ Նա գիտեր, որ դա կփոխի ամեն ինչ։ Գիտեր, որ հետանքներն անխուսափելի կլինեն։ Բայց նա գիտեր, որ եթե մերժեր, կյանքի մնացած մասը կանցկացներ, մտածելով, թե ինչ կարող էր լինել։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, այն կավարտվի։ Շաբաթ օրն ավելի արագ եկավ, քան Մարինեն սպասում էր։ Նա արթնացավ վաղ, ստամոքսում անհանգստություն մտքերը խառնված։ Ամբողջ առավոտ մտածում էր, թե ինչ հագնի, ինչպես իրեն պահի, ինչպես գոյատի մի ամբողջ գիշեր Ֆելիքս Ալեքսանյանի կողքին, լի հզոր մարդկանցով, ովքեր անպայման կդատեին իրեն։ Զանգահարեց իր լավագույն ընկերուհուն, Բելլային, ով գրեթե ճչաց հուզմունքից, երբ իմացավ նորությունը։ Մարինե, դու կատակ ես անում։ Ֆելիքս Ալեքսանյանը քեզ հրավիրել է տարվա ամենակարևոր ընթրիքին։ Դու հասկանում ես, դա ինչ է նշանակում։ Մարինեն հոգոց հանեց, նստած մահճակալին, հեռախոսը ականջին։ Գիտեմ, Բելլա։ Եվ հենց դրա համար էլ մեռնում եմ վախից։ Ես այդ աշխարհին չեմ պատկանում։ Ինձ կնայեն այնպես, կարծես ես օտար մարմին եմ։ Կմտածեն, որ ես ամեն ինչ եմ, բացի նրանից, ինչ իրականում կամ։ Բելլան, միշտ գործնական, վստահորեն պատասխանեց. Ուրեմն ցույց տուր նրանց, թե ով ես դու։ Դու այնտեղ չես գնում որևէ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար, Մարինե։ Դու գնում ես, որովհետև նա քեզ է ընտրել։ Եվ եթե Ֆելիքս Ալեքսանյանի նման մարդը քեզ է ընտրել, նշանակում է նա տեսել է մի բան, որ ուրիշ ոչ ոք չի տեսել։ Հիմա գլուխդ բարձր պահիր ու գնա փայլիր։ Ընկերուհու խոսքերը Մարինեին մի փոքր քաջություն տվեցին։ Նա կեսօրն անցկացրեց պատրաստվելով, ընտրելով մի պարզ, բայց էլեգանտ զգեստ, մազերը հավաքելով ցածր հանգույցով, թեթ դիմահարդարում անելով։ Երբ նայեց հայելու մեջ, գրեթե չճանաչեց իրեն։ Ոչ թե գեղեցկության, այլ դեմքին դրոշմված խոցելիության պատճառով։ Նա պատրաստվում էր անցնել մի անտեսանելի սահման։ Եվ գիտեր, որ մեկ անգամ անցնելուց հետո հետդարձ չի լինի։ Ֆելիքսը եկավ նրան տանելու երեկոյան ժամը 7-ին։ Մարինեն ապրում էր Շենգավիթում գտնվող մի փոքրիկ բնակարանում, մի հասարակ, բայց հարմարավետ վայր, որը նա ձեռք էր բերել սեփական ջանքերով։
Երբ նրա մեքենան կանգնեց շենքի դիմաց, նա զգաց, թե ինչպես ոտքերը դողացին։ Դանդաղ իջավ, պայուսակը ամուր բռնած, փորձելով վերահսկել շնչառությունը։ Նա դուրս եկավ մեքենայից, բացեց դուռը նրա համար, մի ժեստ, որը զարմացրեց նրան։ Ֆելիքսն անթերի տեսք ուներ, մուգ կապույտ կոստյումով, որն էլ ավելի էր ընդգծում նրա վեհկեցվածքը։ Բայց երբ նրանց հայացքները հանդիպեցին, Մարինեն այլ բան տեսավ։ Այնտեղ նյարդայնություն կար։ Անվստահություն։ Կարծես նա էր մտնում անծանոթ տարածք։ Դու հիասքանչ տեսք ունես, ասաց նա ցածր անկեղծ ձայնով։ Մարինեն զգաց, թե ինչպես այտերը տաքացան։ Շնորհակալ եմ։ Դուք նույնպես շատ լավ տեսք ունեք։ Նրանք նստեցին մեքենան, առաջին րոպեներին լուռ գնում էին։ Մարինեն նայում էր պատուհանից, տեսնելով քաղաքի լույսերը, մինչ փորձում էր հանգստացնել սիրտը։ Ֆելիքսն էր, որ խախտեց լռությունը։ Ես գիտեմ, որ սա հեշտ չէ քեզ համար։ Եվ ներողություն եմ խնդրում, եթե քեզ անհարմար իրավիճակում եմ դրել։ Բայց ես պետք է այսօր քեզ հետ լինեի։ Ուրիշ ոչ ոքի մասին չկարողացա մտածել։ Մարինեն դեմքը շրջեց դեպի նա, առաջին անգամ տեսավ Ֆելիքս Ալեքսանյանին լիովին անպաշտպան։ Նա այլս սառը, հեռավոր գործարարը չէր։ Նա պարզապես մի մարդ էր, որը փորձում էր հասկանալ սեփական զգացմունքները։ Նա խորը շունչ քաշեց, ազնվորեն պատասխանեց. Ես էլ ուրիշ ոչ մի բանի մասին չկարողացա մտածել։ Այն գիշերվանից գրասենյակում ամեն ինչ փոխվեց։ Եվ ես չգիտեմ, պատրաստ եմ սրան, բայց գիտեմ, որ չեմ ուզում հավերժ մտածել, թե ինչ կարող էր լինել։ Ֆելիքսը մեկնեց ձեռքը, զգուշորեն բռնեց նրա ձեռքը։ Հպումը նուրբ էր, բայց լի իմաստով։ Եվ այսպես, ձեռք ձեռքի տված, նրանք գնացին դեպի հյուրանոց, որտեղ պետք է տեղի ունենար միջոցառումը։ Հանդիսությունների սրահը այն ամենն էր, ինչ Մարինեն պատկերացնում էր, նույնիսկ ավելին։ Բյուրեղյա ջահեր, ներկրված ծաղիկներով զարդարված սեղաններ, մատուցողներ, որոնք բյուրեղյա բաժակներով շամպայն էին մատուցում։ Տասնյակ մարդիկ կային, բոլորը էլեգանտ հագնված, խմբերով զրուցում էին, ժպտում տեսախցիկներին։ Մարինեն զգաց հայացքների ծանրությունը, հենց որ Ֆելիքսի հետ ներս մտավ։ Շշուկներն անմիջապես սկսվեցին։ Հետաքրքրություն, դատապարտում, զարմանք։ Նա սեղմեց նրա ձեռքը, ապահովություն փնտրելով, Ֆելիքսը նկատեց։ Թեթակի կրացավ, շշնջաց նրա ականջին. Անտեսիր բոլորին։ Այստեղ կարորը միայն քո իմ կարծիքն է։ Մարինեն գլխով արեց, խորը շունչ քաշելով, փորձելով հավատալ այդ խոսքերին։ Նրանք շրջեցին սրահով, ողջունելով ներդրողներին, գործարարներին, ոլորտի ծանոթներին։ Ֆելիքսը Մարինեին միշտ նույն կերպ էր ներկայացնում։ Սա Մարինե Օհանյանն է, լավագույն մասնագետներից մեկը, ով երբեք աշխատել է ինձ հետ։ Նա բացատրություններ չէր տալիս։ Թույլտվություն չէր խնդրում։ Պարզապես նրան իր կողքին էր դնում, կարծես նա այնտեղ էր պատկանում։ Բայց Մարինեն նկատում էր հայացքները։ Կանայք նրան չափում էին վերից վար, այն լուռ վերլուծությամբ, որն ամեն ինչ ասում էր առանց խոսքերի։ Տղամարդիկ նույնպես նայում էին, բայց այլ հետաքրքրությամբ, փորձելով հասկանալ, թե ով էր այն անծանոթուհին, որը գրավել էր Երանի ամենացանկալի տղամարդու ուշադրությունը։ Մարինեն պահպանում էր կեցվածքը, քաղաքավարի ժպիտը, կարճ ու բարի պատասխանները։ Բայց ներսում իրեն զգում էր բացահայտված, խոցելի, կարծես բեմի վրա լիներ, որտեղ բոլորը սպասում էին, որ նա սայթաքի։ Ընթրիքի ժամանակ ամեն ինչ ավելի լարվեց։ Մարինեն նստած էր Ֆելիքսի կողքին գլխավոր սեղանի շուրջ, շրջապատված ղեկավարներով։ Նրանց կանանցով։ Զրույցները պտտվում էին բիզնեսի, միջազգային ուղղությունների, ներդրումների շուրջ։ Մարինեն ուշադիր լսում էր, բայց քիչ էր մասնակցում, գիտակցելով, որ իր ցանկացած խոսք կվերլուծվի, կքննվի, կդատվի։ Ինչ-որ պահի ներկա կանանցից մեկը, ընկերության գործընկերներից մեկի կինը, ուղղակիորեն դիմեց Մարինեին մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Իսկ դու, Մարինե, որքան ժամանակ ես աշխատում Ալեքսանյան հոլդինգում։ Մարինեն հանգիստ պատասխանեց. 5 տարի։ Կինը զարմացած հոնքերը բարձրացրեց. 5 տարի։ Ինչ հետաքրքիր է։ Իսկ ինչպես դուք Ֆելիքսը մտերմացաք։ Հարցի տոնը լի էր ակնարկներով։ Մարինեն զգաց ճնշումը, բայց մինչ կկարողանար պատասխանել, Ֆելիքսը միջամտեց, վստահ ձայնով, սառը հայացքով. Մարինեն բացառիկ մասնագետ է։ Եվ նա այստեղ է, որովհետև ես եմ այդպես ցանկացել։ Որե խնդիր կա։
Հաջորդած լռությունը անհարմար էր։ Կինը ինչ-որ բան մրմնջաց, թե մտադրություն չուներ վիրավորելու, ուշադրությունը կրկին սեռեց իր ափսեին։ Ֆելիքսը սեղանի տակից բռնեց Մարինեի ձեռքը, մի աջակցության ժեստ, որը նրան ստիպեց իրեն պաշտպանված, բայց նա ավելի բացահայտված զգալ։ Ընթրիքից հետո երաժշտությունը սկսեց հնչել։ Կենդանի նվագախումբ էր, որը նվագում էր դասական ռոմանտիկ մեղեդիներ։ Զույգերը սկսեցին պարել, Մարինեն դիտում էր ամեն ինչ հիացմունքի անհանգստության խառնուրդով։ Հենց այդ պահին Ֆելիքսը վեր կացավ, ձեռքը մեկնեց նրան պարզապես ասաց. «Պարիր ինձ հետ»։ Դա խնդրանք չէր։ Դա հայտարարություն էր։ Մարինեն ընդունեց նրա ձեռքը, թույլ տվեց, որ նա իրեն տանի դեպի սրահի կենտրոն։ Այնտեղ, բոլորի հայացքների ներքո, Ֆելիքսը նրան մոտեցրեց իրեն, մի ձեռքը դրեց նրա գոտկատեղին, իսկ մյուսով բռնեց նրա ձեռքը։ Նրանք սկսեցին դանդաղ պարել, այդ գիշեր առաջին անգամ Մարինեն մոռացավ շուրջ բոլորը։ Կար միայն նա, նրա մարմնի ջերմությունը իրեն մոտ, նրա օծանելիքի բույրը, այն, թե ինչպես էր նա նայում իրեն, կարծես նա աշխարհի միակ մարդը լիներ։ «Դու շատ լավ ես», մրմնջաց Ֆելիքսը, շուրթերի անկյունում թեթ ժպիտով։ Մարինեն ժպտաց ի պատասխան, մի փոքր թուլանալով։ «Չգիտեմ։ Զգում եմ, որ բոլորն ինձ դատում են»։ «Դատում են», խոստովանեց նա։ «Բայց դա կարևոր չէ։ Թող դատեն։ Թող խոսեն։ Վերջում միակ բանը, որ կարևոր է, այն է, ինչ տեղի է ունենում այստեղ, հիմա, մեր միջ»։ Մարինեն նայեց նրա աչքերի մեջ, անկեղծություն տեսավ։ Եվ առաջին անգամ թույլ տվեց իրեն հավատալ, որ գուցե, միայն գուցե, դա կարող է ստացվել։ Որ գուցե սերը պետք չէ հարգի հիերարխիաներ կամ սոցիալական տարբերություններ։ Որ գուցե բոլորովին տարբեր աշխարհներից երկու մարդ կարող են հանդիպել ինչ-որ իրական բան կառուցել։ Նրանք պարեցին մի քանի երգ, կորած միմյանց մեջ, մի պահ մոռանալով դրսի աշխարհի մասին։ Բայց իրականությունը միշտ իր գինն է պահանջում։ Եվ այդ գիշեր գինը պատրաստվում էր բացահայտվել։ Երբ միջոցառումն ավարտվեց, նրանք դուրս եկան հյուրանոցից, արդեն գրեթե կեսգիշեր էր։ Մարինեն հոգնած էր, բայց նա տարօրինակ կերպով երջանիկ։ Նա գոյատել էր։ Դիմակայել էր հայացքներին, հարցերին, դատողություններին։ Եվ այնտեղից դուրս էր եկել դեռ Ֆելիքսի կողքին։ Մեքենայում, տունդարձի ճանապարհին, նա նորից բռնեց նրա ձեռքը, ասաց մի լրջությամբ, որը զարմացրեց նրան. «Ես գիտեմ, որ սա բարդանալու է։ Մարդիկ կխոսեն։ Բաներ կհորինեն։ Կփորձեն մեզ բաժանել։ Բայց ես ուզում եմ, որ դու մի բան իմանաս։ Ինձ համար այդ ամենը կարևոր չէ։ Ինձ համար դու ես կարևոր»։ Մարինեն զգաց, թե ինչպես աչքերը այրվեցին։ Երբեք չէր սպասել լսել այդ խոսքերը։ Երբեք չէր պատկերացրել, որ Ֆելիքսի նման մարդը կարող է թույլ տալ իրեն այդքան խորը բան զգալ իր նման մեկի հանդեպ։ «Դու էլ ես ինձ համար կարևոր», պատասխանեց նա դողացող ձայնով։ «Բայց ես վախենում եմ, Ֆելիքս։ Վախենում եմ, թե սա ինչի կհանգեցնի։ Վախենում եմ կորցնել այն ամենը, ինչ կառուցել եմ։ Վախենում եմ, որ բավականաչափ ուժեղ չեմ լինի դիմակայելու այն ամենին, ինչ սպասվում է»։ Ֆելիքսը կանգնեցրեց մեքենան նրա շենքի դիմաց, շրջվեց, ուղիղ նրա աչքերին նայելու համար։ «Դու ավելի ուժեղ ես, քան պատկերացնում ես։ Եվ ես քեզ հետ եմ լինելու։ Ինչ էլ որ պատահի»։ Նրանք մնացին այնտեղ մեքենայի լռության մեջ, փոխանակելով հայացքներ, որոնք ասում էին այն ամենը, ինչ բառերը չէին կարող արտահայտել։ Եվ հետո, դանդաղ, Ֆելիքսը կռացավ, համբուրեց Մարինեին։ Դա նուրբ, զգույշ համբույր էր, բայց լի չասված խոստումներով։ Երբ նրանք բաժանվեցին, երկուսն էլ շնչահեղձ էին, սրտերը արագ բաբախում էին, համոզված էին, որ այլս հետդարձ չկա։ Մարինեն մեքենայից դուրս եկավ հիացմունքի շփոթության վիճակում։ Բարձրացավ բնակարան, պայուսակը գցեց, բազմոցին նստեց, փորձելով ընկալել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Նրա հեռախոսը թրթռաց։ Բելլայից հաղորդագրություն էր։ Դե ինչպես էր։ Պատմիր ամեն ինչ։ Մարինեն ժպտաց, արագ պատասխան գրեց։ Լարված էր։ Բարդ։ Սարսափելի։ Եվ հրաշալի։ Բելլան գրեթե անմիջապես պատասխանեց. Ես գիտեի։ Դու արժանի ես դրան, ընկերուհիս։ Վայելիր։ Եվ թույլ մի տուր, որ որե մեկը դա քեզնից խլի։ Մարինեն դրեց հեռախոսը, գնաց ննջասենյակ,
Մինչ քնելու էր պատրաստվում, մտածում էր այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել այդ գիշեր։ Ֆելիքսի հայացքի, համբույրի, խոստումների։ Բայց նա մտածում էր շշուկների, դատողությունների, հետանքների մասին, որոնք անպայման կգային։ Նա գիտեր, որ սա միայն սկիզբն էր, և որ ամենադժվարը դեռ առջում էր։ Կիրակի առավոտյան Մարինեն արթնացավ հեռախոսի համար զանգերից։ Դեռ քնաթաթախ պատասխանեց, չնայելով համարին։ Ալո։ Գծի մյուս կողմում նրա գործընկերուհու, Կարինեի հուզված ձայնն էր։ Մարինե։ Դու տեսել ես նորությունները։ Նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Ինչ նորություններ։ Դու բոլոր բամբասանքի կայքերում ես, Մարինե։ Դու Ֆելիքսը։ Լուսանկարներ կան ձեր միջոցառումից, ձեր պարելուց, ձեր միասին դուրս գալուց։ Բոլորը խոսում են։ Մարինեն զգաց, թե ինչպես արյունը սառեց երակներում։ Վեր թռավ մահճակալից, վազեց դեպի համակարգիչը, բացեց նորությունների կայքերը։ Եվ ահա։ Իր Ֆելիքսի լուսանկարները, միասին միջոցառմանը։ Սենսացիոն վերնագրեր, որոնք շահարկում էին Երանի ամենացանկալի գործարարի մի անհայտ աշխատակցուհու սիրավեպի մասին։ Չարախինդ մեկնաբանություններ, շահարկումներ շահագրգռվածության, պատեհապաշտության մասին, թե ինչպես էր նա օգտվել իր դիրքից։ Մարինեն զգաց, թե ինչպես արցունքները հայտնվեցին աչքերին։ Ոչ թե տխրությունից, այլ զայրույթից։ Զայրույթ մի աշխարհի հանդեպ, որը չէր կարողանում ընդունել, որ երկու մարդ պարզապես սիրում են միմյանց առանց երկրորդ մտքի։ Զայրույթ մի հասարակության հանդեպ, որը միշտ դատում էր, միշտ դատապարտում, միշտ պետք է գտներ մարդկանց մեջ ամենավատը։ Նրա հեռախոսը նորից զանգեց։ Այս անգամ Ֆելիքսն էր։ Տեսա՞ր, հարցրեց նա լարված ձայնով։ Տեսա։ Ես զբաղվում եմ դրանով։ Իմ իրավաբաններն արդեն աշխատում են հոդվածները հեռացնելու ուղղությամբ։ Բայց, Մարինե, ես ուզում եմ, որ դու պատրաստ լինես։ Այսուհետ ամեն ինչ դժվարանալու է։ Մարինեն խորը շունչ քաշեց, փորձելով վերահսկել հույզերի փոթորիկը։ Գիտեմ։ Բայց չեմ զղջում, որ քեզ հետ եկա։ Ես էլ։ Պատասխանեց նա։ Ոչ մի վայրկյան։ Նրանք խոսեցին մի քանի րոպե, ռազմավարություն մշակելով, փորձելով հասկանալ, թե ինչպես վարվել իրավիճակի հետ։ Երբ անջատեց, Մարինեն մնաց այնտեղ, կանգնած սենյակի մեջտեղում, նայելով համակարգչի էկրանի լուսանկարներին։ Եվ առաջին անգամ հասկացավ, որ իր կյանքը ընդմիշտ փոխվել է։ Այլս անանունություն չկար։ Այլս զսպվածություն չկար։ Նա բացահայտվել էր աշխարհին, հիմա պետք է դիմակայեր մի մարդու սիրահարվելու հետանքներին, ով պատկանում էր մի տիեզերքի, որտեղ զգացմունքները թուլություն էին համարվում։ Երկուշաբթի, երբ Մարինեն հասավ գրասենյակ, անմիջապես զգաց հայացքների ծանրությունը։ Գործընկերները շշնջում էին անկյուններում, դադարում էին խոսել, երբ նա անցնում էր, գաղտնի հայացքներ էին նետում նրա ուղղությամբ։ Նա փորձեց անտեսել, գլուխը բարձր պահել, կենտրոնանալ աշխատանքի վրա։ Բայց անհնար էր չզգալ միջավայրի փոփոխությունը։ Նա այլս զուսպ, արդյունավետ, անտեսանելի Մարինեն չէր։ Հիմա նա այն Մարինեն էր, որը կապված էր տնօրենի հետ։ Այն Մարինեն, որը հերթից դուրս էր եկել։ Այն Մարինեն, որը շատերի կարծիքով ստացել էր մի բան, որին արժանի չէր։ Առավոտյան նրան կանչեցին խորհրդակցությունների սենյակ։ Երբ ներս մտավ, տեսավ տնօրենների խորհրդի 3 անդամների, որոնք սպասում էին իրեն։ Մթնոլորտը լարված էր, ծանր։ Նրանցից մեկը, ալեհեր մազերով խիստ արտահայտությամբ մի տղամարդ, ուղիղ անցավ գործին։ Օրիորդ Օհանյան, մենք տեղյակ ենք ձեր պարոն Ալեքսանյանի միջ զարգացած իրավիճակից։ Եվ պետք է հստակեցնենք, որ ընկերությունը խիստ քաղաքականություն ունի ղեկավարների ենթակաների միջ հարաբերությունների վերաբերյալ։ Մարինեն զգաց, թե ինչպես կուրծքը սեղմվեց, բայց ձայնը վստահ պահեց։ Ես տեղյակ եմ ընկերության քաղաքականությունից։ Եվ ես ոչինչ չեմ արել, որը խախտի մասնագիտական կանոնները։ Տղամարդը ձեռքերը խաչեց։ Ընկալումը նույնքան կարևոր է, որքան իրականությունը, օրիորդ։ Եվ հիմա ընկալումն այն է, որ եղել է հովանավորչություն, որ կա շահերի բախում։ Մենք պետք է գնահատենք, թե արդյոք ձեր այստեղ մնալը նպատակահարմար է։ Մարինեն զգաց, թե ինչպես զայրույթը եռաց իր ներսում։ Դա անարդար էր։ Նա քրտնաջան աշխատել էր այն ամենի համար, ինչին հասել էր։
Երբեք լավություն չէր խնդրել, երբեք չէր օգտագործել իր մտերմությունը Ֆելիքսի հետ առավելություններ ստանալու համար։ Բայց գիտեր, որ այդ պահին իր ասած ոչինչ նշանակություն չուներ։ Խաղաքարտերն արդեն բաժանված էին։ Եվ նա դեն նետվող խաղաքարտն էր։ Մինչ կկարողանար պատասխանել, սենյակի դուռը բացվեց, Ֆելիքսը ներս մտավ, փակ դեմքով վախեցնող կեցվածքով։ Այս հանդիպումն ավարտված է, ասաց նա սառը ձայնով։ Մարինեն ոչ մի տեղ չի գնալու։ Եվ եթե այստեղ որևէ մեկը խնդիր ունի դրա հետ, կարող է ուղղակիորեն ինձ դիմել։ Խորհրդի անդամները անհարմար հայացքներով նայեցին միմյանց։ Բայց նրանցից ոչ ոք չհամարձակվեց վիճարկել։ Ֆելիքսը նախագահն էր։ Եվ որքան էլ ճնշում լիներ, նա դեռ վերջին խոսքն ուներ։ Երբ բոլորը դուրս եկան, Ֆելիքսը շրջվեց դեպի Մարինեն, բռնեց նրա ձեռքերը։ Ես թույլ չեմ տա, որ նրանք դա անեն քեզ հետ։ Մարինեն գլուխը թափահարեց, աչքերը արցունքոտ։ Բայց նրանք կփորձեն։ Կշարունակեն փորձել, մինչ հասնեն իրենց ուզածին։ Եվ ես չեմ ուզում, որ դու ստիպված լինես ընտրել իմ այն ամենի միջ, ինչ կառուցել ես։ Ֆելիքսը նրան քաշեց ամուր գրկի մեջ։ Ես արդեն ընտրել եմ։ Ընտրել եմ քեզ։ Եվ այդ պահին, այն սառը կորպորատիվ սենյակում Մարինեն հասկացավ, որ իրենց սերը պետք է ավելի ուժեղ լինի, քան ցանկացած արտաքին ճնշում։ Որովհետև ճակատամարտը նոր էր սկսվում։ Եվ ամենավատը դեռ առջում էր։ Հաջորդ շաբաթները դիմադրության իսկական փորձություն էին։ Մարինեն շարունակում էր աշխատել, բայց միջավայրը գնալով ավելի թշնամական էր դառնում։ Քողարկված մեկնաբանություններ միջանցքներում, նամակներ, որոնք նախկինում անմիջապես պատասխանվում էին, այժմ օրեր էին տում, հանդիպումների հրավերներ, որոնք պարզապես չէին հասնում։ Նրան մեկուսացնում էին, դանդաղ, բայց նպատակաուղղված։ Եվ ամենավատն այն էր, որ նա ոչինչ չէր կարող անել, բացի շարունակել աշխատել, ամեն օր ապացուցել իր արժեքը, նույնիսկ իմանալով, որ այնտեղ շատերի համար իր արած ոչինչ բավարար չի լինի։ Ֆելիքսը փորձում էր պաշտպանել նրան, ինչպես կարող էր։ Ապահովում էր, որ նա ներգրավված լինի կարևոր նախագծերում, որ նրա աշխատանքը հրապարակայնորեն ճանաչվի, որ ոչ ոք չհամարձակվի ուղղակիորեն կասկածի տակ դնել նրան։ Բայց ճնշումը գալիս էր բոլոր կողմերից։ Տնօրենների խորհուրդը ճնշում էր։ Բաժնետերերը հարցեր էին տալիս։ Լրատվամիջոցները շարունակում էին շահարկել։ Եվ որքան Ֆելիքսը պաշտպանում էր նրան, այնքան մարդիկ կարծում էին, որ այդ հարաբերություններում իսկապես ինչ-որ սխալ բան կա։ Մարինեն գիտեր, որ Ֆելիքսը թանկ գին էր վճարում իր հետ լինելու համար։ Տեսնում էր աչքերի տակից շրջանակներում, ուսերի լարվածության մեջ, իրավաբանների խորհրդականների հետ անվերջ հանդիպումներում։ Նա պատերազմ էր մղում բազմաթիվ ճակատներում, փորձելով պահպանել ընկերության աշխատանքը, միաժամանակ պաշտպանելով այն կնոջը, ում սիրում էր։ Եվ դա նրան ներսից ուտում էր։ Ոչ թե որովհետև կասկածում էր նրա սիրուն, այլ որովհետև չէր ուզում լինել նրա կործանման պատճառը։ Հինգշաբթի մի անձրոտ երեկո Մարինեն Ֆելիքսը նրա բնակարանում էին, մի ընդարձակ մինիմալիստական վայր Երանի ամենահեղինակավոր թաղամասերից մեկում։ Նրանք լուռ ընթրել էին, յուրաքանչյուրը կորած իր մտքերի մեջ։ Մարինեն էր, որ խախտեց լռությունը, դողացող, բայց վճռական ձայնով։ Ֆելիքս, մենք պետք է խոսենք։ Նա աչքերը բարձրացրեց գինու բաժակից, նկատելով նրա լուրջ տոնը։ Լսում եմ։ Մարինեն խորը շունչ քաշեց, փորձելով գտնել ճիշտ բառերը։ Ես այլս չեմ կարող տեսնել քեզ այս վիճակում։ Հոգնած, ճնշված, ստիպված պայքարել բոլորի դեմ իմ պատճառով։ Դա արդար չէ։ Արդար չէ քո հանդեպ, արդար չէ ընկերության հանդեպ, արդար չէ այն ամենի հանդեպ, ինչ դու կառուցել ես։ Ֆելիքսը ջակատը գիտեց։ Որ ես տանում այս խոսակցությունը։ Մարինեն զգաց, թե ինչպես արցունքները հայտնվեցին, բայց ստիպեց իրեն շարունակել։ Ես կարծում եմ, որ մենք պետք է դադարեցնենք։ Գոնե առայժմ։ Թողնենք, որ իրավիճակը հանդարտվի, նորից դառնանք պարզապես գործընկերներ։ Գուցե այդպես ճնշումը կթուլանա։ Ֆելիքսը կտրուկ վեր կացավ, դեմքը փակ։ Դու լուրջ ես ասում։ Այն ամենից հետո, ինչ մենք անցանք, դու ուզում ես հանձնվել։ Մարինեն նույնպես վեր կացավ, արցունքներն այժմ ազատ հոսում էին։ Ես չեմ ուզում հանձնվել։ Բայց ես նա չեմ ուզում լինել քո անկման պատճառը։ Դու ամբողջ կյանքդ աշխատել ես հասնելու այնտեղ, որտեղ հիմա ես։ Թույլ չեմ տա, որ ամեն ինչ կորցնես իմ պատճառով։
Ֆելիքսը մի քանի քայլ արեց դեպի նա, երկու ձեռքով բռնելով նրա դեմքը։ Մարինե, լսիր ինձ։ Ես իմ կյանքի 35 տարին անցկացրել եմ մի կայսրություն կառուցելով։ Եվ գիտես ինչ եմ բացահայտել։ Որ այդ ամենը ոչ մի իմաստ չունի առանց քեզ։ Ոչ մի պայմանագիր, ոչ մի շահույթ, ոչ մի գործնական նվաճում ավելի արժեքավոր չէ, քան քեզ հետ լինելը։ Այնպես որ, ինձ մի խնդրիր հանձնվել։ Որովհետև ես դա չեմ անի։ Մարինեն հեկեկաց, կառչելով նրանից։ Ես վախենում եմ, Ֆելիքս։ Վախենում եմ, որ վերջում դու կզղջաս։ Վախենում եմ, որ բավականաչափ ուժեղ չեմ լինի այս ամենին դիմակայելու համար։ Ֆելիքսը համբուրեց նրա ճակատը, հետո աչքերը, հետո շուրթերը։ Դու ամենաուժեղ մարդն ես, ում ես ճանաչում եմ։ Եվ մենք սա միասին կանցնենք։ Ինչ էլ որ պատահի։ Նրանք երկար րոպեներ գրկախառնված մնացին, մխիթարություն փնտրելով միմյանց մեջ, փորձելով ուժ գտնել պայքարը շարունակելու համար։ Բայց երկուսն էլ գիտեին, որ փոթորիկը դեռ հեռու էր ավարտվելուց։ Եվ ամենավատը դեռ առջում էր։ Հաջորդ ուրբաթ օրը տեղի ունեցավ այն, ինչից Մարինեն ամենաշատն էր վախենում։ Նրան կանչեցին արտահերթ հանդիպման մարդկային ռեսուրսների տնօրենի խորհրդի երկու անդամների հետ։ Երբ ներս մտավ սենյակ, զգաց ծանր, լարվածությամբ լի օդը։ Տնօրենն ուղիղ անցավ գործին։ Օրիորդ Օհանյան, իրավիճակի մանրակրկիտ վերլուծությունից հետո մենք եկանք այն եզրակացության, որ բոլոր կողմերի համար ավելի լավ կլինի, եթե դուք տեղափոխվեք մեր կապանի մասնաճյուղ։ Դա մասնագիտական աճի հիանալի հնարավորություն է։ Մարինեն զգաց, թե ինչպես գետինը փախավ ոտքերի տակից։ Կապան։ Ավելի քան 200 կիլոմետր հեռավորության վրա։ Հեռու Ֆելիքսից, հեռու ամեն ինչից։ Դա հնարավորություն չէր։ Դա քողարկված աքսոր էր։ Իսկ եթե ես մերժեմ, հարցրեց նա դողացող, բայց վստահ ձայնով։ Տնօրենը հայացքներ փոխանակեց մյուս անդամների հետ։ Այդ դեպքում մենք ստիպված կլինենք վերանայել ձեր դիրքը ընկերությունում։ Ինչպես դուք լավ գիտեք, մենք խիստ քաղաքականություն ունենք շահերի բախման վերաբերյալ։ Մարինեն հիանալի հասկացավ։ Դա քողարկված շանտաժ էր։ Կամ նա ընդունում էր աքսորը, կամ նրան կհեռացնեին աշխատանքից։ Երրորդ տարբերակ չկար։ Նա նայեց կոստյումներով այդ տղամարդկանց, նրանց սառը հաշվարկված արտահայտություններին, խորը զայրույթ զգաց։ Ոչ թե կոնկրետ նրանց հանդեպ, այլ մի ամբողջ համակարգի հանդեպ, որը պատժում էր մարդկանց սիրահարվելու համար, որը զգացմունքները դիտարկում էր որպես կորպորատիվ խնդիրներ, որոնք պետք է վերացվեն։ Ես պետք է մտածեմ, ասաց նա, վեր կենալով։ Մենք պետք է պատասխան ունենանք մինչ երկուշաբթի։ Մարինեն դուրս եկավ այդ սենյակից դողացող ոտքերով կոտրված սրտով։ Նա գիտեր, թե ինչ պետք է անի։ Գիտեր, որ այլ ելք չկա։ Եթե ուզում էր պաշտպանել Ֆելիքսին, եթե ուզում էր երաշխավորել, որ նա ամեն ինչ չի կորցնի իր պատճառով, պետք է կայացներ իր կյանքի ամենացավոտ որոշումը։ Ամբողջ հանգստյան օրերն անցկացրեց մտածելով, լաց լինելով, փորձելով այլընտրանք գտնել։ Բայց չկար։ Որքան էլ սիրում էր Ֆելիքսին, որքան էլ նա ասում էր, որ պատրաստ է պայքարել, նա գիտեր, որ խորքում նա պետք է ընտրություն կատարեր։ Եվ նա չէր ուզում լինել այդ ընտրության պատճառը։ Չէր ուզում, որ նա մի օր արթնանա զղջա, որ ամեն ինչ դեն է նետել իր համար։ Երկուշաբթի առավոտյան Մարինեն վաղ հասավ գրասենյակ։ Անցավ դատարկ սեղանների կողքով, զգաց այն վայրի ծանրությունը, որը մի ժամանակ եղել էր իր ապաստանը, իր նվաճումը։ Նստեց սեղանի մոտ, սկսեց գրել։ Ոչ թե տեղափոխությունն ընդունող պատասխան, այլ աշխատանքից ազատման դիմում։ Գրում էր կոտրված սրտով, բայց համոզված, որ ճիշտ բան է անում։ Շնորհակալություն հայտնեց հնարավորության սովորելու տարիների, իրեն աճեցրած մարտահրավերների համար։ Բայց հստակեցրեց, որ իր հեռանալը անձնական ընտրություն է, ոչ թե պարտադրանք։ Նա չէր ուզում, որ Ֆելիքսը ստիպված լինի կրել իր հեռանալու ծանրությունը։ Ուզում էր, որ նա իմանա, որ ինքն է ընտրում հեռանալ, նրան պաշտպանելու համար։ Երբ ավարտեց գրելը, տպեց նամակը, դրեց ծրարի մեջ, թողեց մարդկային ռեսուրսների տնօրենի սեղանին։ Հետո վերադարձավ իր սեղանի մոտ, վերցրեց իր սակավաթիվ անձնական իրերը, վերջին անգամ նայեց այն տարածքին, որը 5 տարի եղել էր իր աշխարհը, հեռացավ։ Ոչ ոքի հրաժեշտ չտվեց։ Չուզեց տեսարան սարքել։ Պարզապես գնաց, այն արժանապատվությամբ, որը միշտ բնորոշ էր իրեն։
Վերելակում, մենակ, թույլ տվեց իրեն լաց լինել։ Լաց էր լինում այն ամենի համար, ինչ թողնում էր հետում։ Լաց էր լինում այն կարիերայի համար, որը կառուցել էր այդքան ջանքով։ Լաց էր լինում այն սիրո համար, որը ստիպված էր լքել, պաշտպանելու համար։ Ֆելիքսն իմացավ Մարինեի ազատման մասին միայն 2 ժամ անց, երբ վերադարձավ արտագնա հանդիպումից։ Երբ տեսավ նամակը իր սեղանին, որը մարդկային ռեսուրսների տնօրենը հանձնել էր բավարարված հայացքով, զգաց, թե ինչպես աշխարհը փլուզվեց։ Կարդաց յուրաքանչյուր բառը 3-4 անգամ, փորձելով հասկանալ, փորձելով ընդունել։ Բայց չէր կարողանում։ Չէր կարողանում ընդունել, որ նա հանձնվել է։ Որ նա ընտրել է հեռանալ, առանց նույնիսկ իր հետ խոսելու։ Վերցրեց հեռախոսը, անմիջապես զանգահարեց։ Մարինեն չպատասխանեց։ Նորից զանգեց։ Եվ նորից։ Մինչ վերջապես նա պատասխանեց, խեղդված ձայնով։ Ինչու՞ դա արեցիր, հարցրեց նա, չկարողանալով թաքցնել ցավը ձայնի մեջ։ Որովհետև դա քեզ պաշտպանելու միակ ձն էր, պատասխանեց նա, լաց լինելով։ Որովհետև ես քեզ չափազանց շատ եմ սիրում, թույլ տալու, որ քանդեն այն ամենը, ինչ դու կառուցել ես։ Մարինե, վերադարձիր։ Մենք սա միասին կլուծենք։ Լուծելուց չկա, Ֆելիքս։ Մենք փորձեցինք։ Բայց աշխարհը պատրաստ չէ ընդունելու այն, ինչ մենք ունենք։ Եվ ես չեմ մնա ու տեսնեմ, թե ինչպես ես կորցնում ամեն ինչ իմ պատճառով։ Ինձ համար այդ ամենը կարևոր չէ։ Բղավեց նա, կորցնելով ինքնատիրապետումը։ Ինձ համար դու ես կարևոր։ Եվ հենց դրա համար էլ ես պետք է հեռանամ, շշնջաց նա։ Որովհետև եթե ես մնամ, դու ստիպված կլինես ընտրել։ Եվ ես չեմ ուզում լինել այդ ընտրության պատճառը։ Մինչ նա կկարողանար պատասխանել, Մարինեն անջատեց հեռախոսը։ Եվ Ֆելիքսը մնաց այնտեղ, հեռախոսը ձեռքին, զգալով մի ցավ, որը երբեք չէր զգացել։ Մի ցավ, որը ոչ մի գործնական հաջողություն, ոչ մի մասնագիտական նվաճում չէր կարող մեղմել։ Հաջորդ օրերին Ֆելիքսը ընկավ մի վիճակի մեջ, որը վախեցրեց նույնիսկ իր ամենամոտ գործընկերներին։ Նա դարձավ էլ ավելի սառը, էլ ավելի հեռավոր, էլ ավելի փակ իր մեջ։ Աշխատում էր մինչ ուշ, մերժում էր հրավերները, հազիվ էր ուտում։ Կարծես նրա մի մասը մահացել էր Մարինեի հեռանալու հետ միասին։ Բայց մինչ նա տառապում էր, նրա ներսում նա ինչ-որ բան էր փոխվում։ Իր ամբողջ կյանքում առաջին անգամ Ֆելիքս Ալեքսանյանը ստիպված էր նայել իր ներսը։ Հարցականի տակ դնել իր կատարած ընտրությունները։ Հասկանալ, որ որքան էլ հաջողակ լիներ մասնագիտական առումով, նա խղճուկ կերպով ձախողվել էր ապրելու մեջ։ Նա թաքնվել էր պայմանագրերի, թվերի, պարտականությունների հետում։ Օգտագործել էր կայսրությունը որպես վահան չհանդիպելու միայնությանը, դատարկությանը, մեկին իսկապես նվիրվելու վախին։ Եվ Մարինեն եղել էր առաջին մարդը տարիներ շարունակ, որը կոտրել էր այդ վահանը։ Առաջինը, որը նրան ստիպել էր զգալ, որ կա ավելի կարևոր բան, քան իշխանությունն ու փողը։ Առաջինը, որը ցույց էր տվել, որ սերը թուլություն չէ, այլ գոյություն ունեցող քաջության ամենամեծ ձ։ Հենց այդ ժամանակ Ֆելիքսը որոշում կայացրեց։ Մի որոշում, որը կփոխեր ոչ միայն իր կյանքը, այլ այն ընկերության ամբողջ կառուցվածքը, որը նա կառուցել էր տարիներ շարունակ։ Նա արտահերթ հանդիպում հրավիրեց ամբողջ տնօրենների խորհրդի հետ։ Երբ բոլորը հավաքվեցին, նա մտավ սենյակ մի կեցվածքով, որը ոչ ոք նախկինում չէր տեսել։ Նա այլս սառը հաշվարկող նախագահը չէր։ Նա վճռական մարդ էր, հոգնած ուրիշների ակնկալիքներով ապրելուց։ Ես ձեզ բոլորիդ այսօր այստեղ եմ հրավիրել, որովհետև պետք է մի քանի բան շատ հստակեցնեմ, սկսեց նա վստահ ձայնով։ Տարիներ շարունակ ես իմ կյանքը նվիրել եմ այս ընկերությանը։ Ստանձնել եմ պարտականություններ, կայացրել եմ դժվար որոշումներ, հրաժարվել եմ ամեն ինչից, երաշխավորելու, որ այս վայրը բարգավաճի։ Եվ ես դա արել եմ հպարտությամբ։ Նա դադար տվեց, նայելով ներկաներից յուրաքանչյուրի աչքերին։ Բայց վերջերս դուք կայացրիք մի որոշում, որը ոչ միայն անհարգալից էր իմ նկատմամբ, այլ անհարգալից էր այն լավագույն մասնագետի նկատմամբ, որն այս ընկերությունը երբեք ունեցել է։ Դուք ստիպեցիք Մարինե Օհանյանին ազատման դիմում գրել, որովհետև չկարողացաք ընդունել, որ ես սիրահարվել եմ նրան։ Դուք անկեղծ զգացմունքները դիտարկեցիք որպես կորպորատիվ խնդիր։ Եվ դա անընդունելի է։ Խորհրդի անդամներից մեկը փորձեց ընդհատել, բայց Ֆելիքսը ձեռքը բարձրացրեց, խանգարելով։ Ես չեմ ավարտել։ Ուզում եք իմանալ, թե որն էր Մարինեի սխալը։
Այն, որ նա ծնվել է հասարակ ընտանիքում։ Այն, որ նա ամեն ինչի հասել է սեփական ջանքերով։ Այն, որ նա չունի ճիշտ ազգանուն կամ ճիշտ կապեր։ Բայց գիտեք ինչ ունի նա։ Կոմպետենտություն, խելք, նվիրվածություն և սեր։ Բաներ, որոնց մասին ձեզանից շատերը նույնիսկ չգիտեն, թե ինչ են։ Սենյակում բացարձակ լռություն էր։ Ոչ ոք չէր համարձակվում խոսել։ Եվ հիմա ես շատ հստակ կասեմ, թե ինչ է տեղի ունենալու այսօրվանից։ Մարինեն կվերադառնա։ Կզբաղեցնի ղեկավար պաշտոն, որին նա միշտ արժանի է եղել։ Եվ ում դա դուր չի գա, կարող է ինձ ներկայացնել իր ազատման դիմումը։ Որովհետև ես այլս չեմ հանդուրժի, որ այն մարդկանց, ում ես սիրում եմ, վերաբերվեն այնպես, կարծես նրանք դեն նետվելու իրեր լինեն։ Գործընկերներից մեկը, մի տարեց մարդ, որը միշտ աջակցել էր Ֆելիքսին, զգուշորեն հարցրեց. Ֆելիքս, դու հասկանում ես դրա հետանքները։ Ընկերության իմիջը, ներդրողները, լրատվամիջոցները։ Ֆելիքսը ժպտաց, բայց դա ուրախ ժպիտ չէր։ Դա մի մարդու ժպիտ էր, ով վերջապես հասկացել էր, թե ինչն է իսկապես կարևոր։ Ես հիանալի հասկանում եմ։ Եվ եթե պետք լինի, ես կհրաժարվեմ նախագահի պաշտոնից։ Կհրաժարվեմ բաժնետոմսերից։ Կհրաժարվեմ ամեն ինչից։ Որովհետև իմ կյանքում առաջին անգամ ես գտել եմ մի բան, որն ավելի արժեքավոր է, քան այս ամբողջ կայսրությունը։ Եվ ես թույլ չեմ տա, որ դուք դա քանդեք։ Ֆելիքսի խոսքերն արձագանքեցին սենյակում որոտի պես։ Նա բոլոր խաղաքարտերը դրել էր սեղանին։ Վտանգի տակ էր դրել իր դիրքը, իր իշխանությունը, իր ժառանգությունը։ Եվ առաջին անգամ բոլորը հասկացան, որ նա բլեֆ չի անում։ Հանդիպումն ավարտվեց առանց վերջնական եզրակացությունների։ Ֆելիքսը դուրս եկավ այդ սենյակից, իմանալով, որ պատերազմ է սկսել։ Բայց նա իմանալով, որ անկախ արդյունքից, նա ճիշտ բան է արել։ Նա ընտրել էր սերը ամեն ինչից վեր։ Եվ այլս հետդարձ չկար։ Մարինեն իր բնակարանում էր, երբ զանգ ստացավ։ Անծանոթ համար էր, բայց նա այնուամենայնիվ պատասխանեց, մտածելով, որ կարող է լինել աշխատանքի հարցազրույցներից մեկը, որոնց դիմել էր վերջին օրերին։ Գծի մյուս կողմում նա ճանաչեց Հեղինեի, Ֆելիքսի գործադիր օգնականի ձայնը։ Մարինե, պարոն Ալեքսանյանը խնդրեց, որ ես կապ հաստատեմ ձեզ հետ։ Նա պետք է տեսնի ձեզ։ Շտապ է։ Մարինեն փակեց աչքերը, զգալով, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Հեղինե, ես չեմ կարծում, որ դա լավ գաղափար է։ Խնդրում եմ, պնդեց օգնականը։ Նա իսկապես պետք է խոսի ձեզ հետ։ Կարող է լինել այստեղ, ընկերությունում կամ ցանկացած վայրում, որը դուք կնախընտրեք։ Բայց դա կարևոր է։ Մարինեն տատանվեց։ Նրա մի մասը ուզում էր վազել Ֆելիքսի գիրկը, ասել, որ սխալվել է, որ երբեք չպետք է հեռանար։ Բայց ռացիոնալ մասը, այն մասը, որը փորձում էր պաշտպանել նրան, ասում էր, որ ավելի լավ է հեռավորություն պահպանել։ Բայց Հեղինեի ձայնի տոնի մեջ ինչ-որ բան կար, մի հրատապություն, որը նա չկարողացավ անտեսել։ Լավ։ Բայց ոչ ընկերությունում։ Պայմանավորվիր ինչ-որ չեզոք վայրում։ 2 ժամ անց Մարինեն նստած էր կենտրոնի մի զուսպ սրճարանում։ Դա փոքր, հարմարավետ վայր էր, հեռու կորպորատիվ աշխարհի հետաքրքրասեր հայացքներից։ Երբ Ֆելիքսը ներս մտավ, նա զգաց, թե ինչպես շունչը կտրվեց։ Նա փոխվել էր։ Ավելի նիհարել էր, աչքերի տակ խորս շրջանակներ կային, բայց աչքերում մի փայլ կար, որը նա նախկինում չէր տեսել։ Վճռականության, համոզվածության փայլ։ Ֆելիքսը նստեց նրա դիմաց, մի պահ նրանցից ոչ ոք ոչինչ չասաց։ Պարզապես նայում էին միմյանց, թույլ տալով, որ բոլոր չասված զգացմունքները լցնեն իրենց միջ եղած տարածությունը։ Լավ ես, հարցրեց Մարինեն դողացող ձայնով։ Ոչ, պատասխանեց նա ազնվորեն։ Ես լավ չեմ այն օրվանից, երբ դու հեռացար։ Եվ լավ չեմ լինի, մինչ դու չվերադառնաս։ Մարինեն գլուխը թափահարեց, աչքերը արցունքոտ։ Ֆելիքս, մենք արդեն խոսել ենք այս մասին։ Դա չի կարող ստացվել։ Աշխարհը չի ընդունում, ընկերությունը չի ընդունում, մարդիկ չեն ընդունում։ Ուրեմն թող բոլորը գրողի ծոցը գնան, ասաց Ֆելիքսը մի ինտենսիվությամբ, որը զարմացրեց նրան։ Մարինե, ես ամբողջ կյանքս արել եմ այն, ինչ ուրիշներն էին ինձնից ակնկալում։ Ստանձնել եմ ընկերությունը, որովհետև հայրս էր այդպես ուզում։ Ապրել եմ կանոններով, որոնք երբեք չեմ ընտրել։
Թաքնվել եմ մի կերպարի հետում, որը կառուցել եմ բոլորին գոհացնելու համար։ Եվ գիտես ինչ եմ ստացել դրա դիմաց։ Միայնություն, դատարկություն, մի կյանք, որը ոչ մի իմաստ չունի։ Նա ձեռքը մեկնեց սեղանի վրայով, բռնելով նրա ձեռքը։ Բայց դու փոխեցիր այդ ամենը։ Դու ինձ ցույց տվեցիր, որ կա ավելի կարևոր բան, քան իշխանությունը, քան փողը, քան կարգավիճակը։ Դու ինձ ցույց տվեցիր, թե ինչ է իրականում ապրելը։ Եվ հիմա, երբ ես դա զգացել եմ, այլս չեմ կարող վերադառնալ այն դատարկ կյանքին։ Մարինեն զգաց, թե ինչպես արցունքներն ազատ հոսեցին։ Բայց իսկ ընկերությունը։ Իսկ այն ամենը, ինչ դու կառուցել ես։ Ֆելիքսը ժպտաց, դա իսկական, խաղաղությամբ լի ժպիտ էր։ Ընկերությունը կշարունակի գոյություն ունենալ։ Բայց այն այլս իմ տերը չի լինի։ Ես դիմակայեցի խորհրդին, Մարինե։ Հստակեցրի, որ կամ նրանք ընդունում են քեզ որպես իմ կյանքի մաս, կամ ես հեռանում եմ։ Եվ գիտես ինչ տեղի ունեցավ։ Նրանք հասկացան, որ ես լուրջ եմ ասում։ Որ ես պատրաստ եմ հրաժարվել ամեն ինչից։ Եվ դա փոխեց խաղի կանոնները։ Մարինեն աչքերը լայն բացեց։ Ինչ ես դու ասում։ Ես ասում եմ, որ կոտրել եմ կարծրատիպերը։ Փոխել եմ հին կանոնները։ Ցույց եմ տվել նրանց բոլորին, որ զգացմունքները թուլություն չեն, այլ գոյություն ունեցող ամենամեծ ուժը։ Եվ հիմա ես ուզում եմ, որ դու վերադառնաս։ Ոչ թե որպես շարքային աշխատակից, այլ որպես ռազմավարության տնօրեն։ Մի պաշտոն, որին դու միշտ արժանի ես եղել։ Մի պաշտոն, որը ոչ մի կապ չունի ինձ հետ, այլ քո կոմպետենտության, քո խելքի, քո անթերի աշխատանքի հետ այս բոլոր տարիների ընթացքում։ Մարինեն հազիվ էր հավատում լսածին։ Դա այն ամենն էր, ինչ նա միշտ ցանկացել էր։ Մասնագիտական, ճանաչում, հարգանք, արժանինքներով ձեռք բերված ղեկավար պաշտոն։ Բայց միևնույն ժամանակ վախենում էր, որ դա կդիտվի որպես հովանավորչություն, որ մարդիկ դեռ կդատեն, դեռ կխոսեն։ Կարծես կարդալով նրա մտքերը, Ֆելիքսը շարունակեց. Ես գիտեմ, որ կխոսեն։ Կմտածեն, որ հովանավորչություն է։ Բայց մենք կապացուցենք, որ այդպես չէ։ Դու կցուցադրես օրեցօր, որ արժանի ես այնտեղ լինելու։ Եվ ես կլինեմ քո կողքին, ոչ թե որպես քո տնօրեն, այլ որպես քո զուգընկեր։ Որովհետև մենք հենց դա ենք, Մարինե։ Զուգընկերներ։ Ամեն ինչում։ Մարինեն էլ ավելի շատ լաց եղավ, բայց այս անգամ դրանք թեթության, հույսի, երախտագիտության արցունքներ էին։ Այն օրվանից, երբ ամեն ինչ սկսվեց, առաջին անգամ նա թույլ տվեց իրեն հավատալ, որ գուցե, միայն գուցե, նրանք իսկապես կարող են երջանիկ ավարտ ունենալ։ Ուրեմն համաձայն ես, հարցրեց Ֆելիքսը այն կիսաժպիտով, որը նա այնքան էր սիրում։ Մարինեն գլխով արեց, չկարողանալով խոսել։ Ֆելիքսը վեր կացավ, շրջանցեց սեղանը, նրան քաշեց ամուր գրկի մեջ։ Այնտեղ, այն պարզ ու հարմարավետ սրճարանում, հեռու ուշադրության կենտրոնից ճնշումներից, նրանք կնքեցին մի նոր սկիզբ։ Մարինեի վերադարձը ընկերություն խնամքով պլանավորվեց։ Ֆելիքսը պնդեց, որ ամեն ինչ արվի հնարավորինս թափանցիկ։ Նա ընդհանուր ժողով հրավիրեց բոլոր աշխատակիցների հետ, հրապարակայնորեն հայտարարեց նոր տնօրինության մասին։ Բացատրեց չափանիշները, ցույց տվեց այն արդյունքները, որոնց Մարինեն հասել էր տարիների ընթացքում, հստակեցրեց, որ այդ պաշտոնի բարձրացումը հիմնված է արժանինքների, ոչ թե անձնական հարաբերությունների վրա։ Իհարկե, դիմադրություն եղավ։ Որոշ մարդիկ շարունակում էին կասկածամտորեն վերաբերվել, մյուսները չարախինդ մեկնաբանություններ էին անում անկյուններում։ Բայց կամաց-կամաց, երբ Մարինեն սկսեց ցուցադրել իր աշխատանքը, իր ղեկավարման ոճը, ռազմավարական ճիշտ որոշումներ կայացնելու իր կարողությունը, ձայները լռեցին։ Ոչ թե որովհետև անպայման համաձայն էին, այլ որովհետև չէին կարող շղթել արդյունքները։ Մարինեն կարևոր փոփոխություններ իրականացրեց ընկերությունում։ Ներմուծեց նոր հեռանկարներ, հարցականի տակ դրեց հին գործընթացները, առաջարկեց նորարարություններ, որոնք բարձրացրին արդյունավետությունն ու շահութաբերությունը։ Եվ այս ամենն արեց, երբեք չօգտագործելով իր մտերմությունը Ֆելիքսի հետ որպես առավելություն։ Իրականում նա ավելի խիստ էր իր նկատմամբ, քան ցանկացած այլ աշխատակցի, հենց նրա համար, որ ապացուցի, որ հովանավորչության կարիք չունի։ Ֆելիքսը իր հերթին շարունակում էր լինել այն կոմպետենտ հարգված նախագահը, որը միշտ եղել էր։ Բայց հիմա նրա մեջ այլ բան կար։ Մի թեթություն, մի մարդկայնություն, որը մարդիկ սկսեցին նկատել։ Նա ավելի շատ էր ժպտում։
Ավելի մտերմիկ էր զրուցում աշխատակիցների հետ։ Ավելի երջանիկ, ավելի ամբողջական էր թվում։ Եվ բոլորը գիտեին, որ այդ փոփոխության պատճառն ուներ անուն Մարինը։ Ժամանակի ընթացքում նույնիսկ ամենամեծ թերահավատները սկսեցին հասկանալ, որ դա պատեհապաշտության կամ հովանավորչության դեպք չէր։ Դա պարզապես երկու մարդ էին, ովքեր սիրում էին միմյանց, միասին դիմակայել էին դժվարություններին, ապացուցել, որ հնարավոր է հավասարակշռության մեջ պահել պրոֆեսիոնալիզմն ու զգացմունքները։ Հեշտ չէր։ Արագ չէր։ Բայց դա տեղի ունեցավ։ Մարինեի վերադարձից 6 ամիս անց ընկերությունն ավելի ուժեղ էր, քան երբևէ։ Ֆինանսական արդյունքները գերազանց էին, նոր նախագծեր էին հաստատվել, կորպորատիվ իմիջը ամուր էր։ Եվ ուրբաթ առավոտյան տնօրենների խորհրդի նիստի ժամանակ Ֆելիքսն արեց մի բան, որը բոլորովին անսպասելի էր։ Եռամսյակի արդյունքների մասին զեկույցի կեսին նա կանգ առավ, նայեց սենյակում նստածներին, ասաց. «Մինչ մենք կշարունակենք, ես պետք է մի բան անեմ, որը վաղուց պլանավորում էի»։ Բոլորը լռեցին, հետաքրքրված։ Ֆելիքսը վեր կացավ, քայլեց դեպի այնտեղ, որտեղ նստած էր Մարինեն, բոլոր տնօրենների, մենեջերների խորհրդի անդամների առաջ ծնկի իջավ։ Շոկն անմիջական էր։ Մարինեն աչքերը լայն բացեց, ձեռքերը տանելով բերանին։ Ֆելիքսը ժպտաց, գրպանից հանեց մի փոքրիկ տուփ, բացեց այն, բացահայտելով մի պարզ, բայց էլեգանտ մատանի։ Մարինե Օհանյան, սկսեց նա վստահ, բայց հուզմունքով լի ձայնով։ Դու անսպասելիորեն մտար իմ կյանք, փոխեցիր ամեն ինչ։ Ինձ սովորեցրիր, որ իսկական ուժը ոչ թե վերահսկելու, այլ նվիրվելու մեջ է։ Ինձ ցույց տվեցիր, որ սիրելը թուլություն չէ, այլ գոյություն ունեցող քաջության ամենամեծ ձ։ Եվ հիմա, այս բոլոր մարդկանց առաջ, ովքեր եղել են մեր ճանապարհի վկաները, ես ուզում եմ հարցնել. դու կամուսնանաս ինձ հետ։ Մարինեն չէր կարողանում դադարեցնել լացը։ Նայեց սենյակում նստածներին, տեսավ հուզված դեմքեր, ոմանք արցունքներն աչքերին, մյուսները անկեղծ ժպիտներով։ Տեսավ, որ այդ մարդիկ, ովքեր մի ժամանակ դատապարտել էին իրեն, այժմ ուրախանում էին իր համար, ոգորվում այդ պահով։ Նորից նայեց Ֆելիքսին, այն մարդուն, ով ամեն ինչ վտանգի էր ենթարկել իր համար, ով կոտրել էր արգելքները, մարտահրավեր նետել հին կառույցներին, միայն թե ապացուցի, որ սերն ավելի արժեքավոր է, քան ցանկացած իշխանություն կամ հարստություն։ Այո, շշնջաց նա խեղդված ձայնով։ 1000 անգամ այո։ Ֆելիքսը մատանին դրեց նրա մատին, վեր կացավ, համբուրեց նրան, մինչ ամբողջ սրահը պայթեց ծափահարություններից։ Դա մաքուր ուրախության, հաղթանակի, բոլոր դժվարությունների վրա սիրո հաղթանակի պահ էր։ Այդ օրվանից հետո Մարինեի Ֆելիքսի պատմությունը տարածվեց։ Ոչ թե որպես սկանդալ, այլ որպես ոգեշնչում։ Դարձավ օրինակ, որ հնարավոր է դիմակայել նախապաշարմունքներին, կոտրել արգելքները, կառուցել ինչ-որ իրական բան, նույնիսկ երբ ամբողջ աշխարհն ասում է, որ դա անհնար է։ Նրանք ամուսնացան 3 ամիս անց, մի պարզ, բայց հուզիչ արարողությամբ, միայն մտերիմ ընկերների ընտանիքի անդամների հետ։ Մարինեն հագել էր զուսպ սպիտակ զգեստ, Ֆելիքսը էլեգանտ էր, ինչպես միշտ, բայց աչքերում մի փայլ կար, որը ոչ ոք երբեք չէր տեսել։ Երբ նրանք փոխանակեցին ուղտերը, երկուսն էլ լաց եղան։ Որովհետև գիտեին, թե որքան թանկ է նստել այդ պահը, քանի ճակատամարտ են անցել, որքան սեր է անհրաժեշտ եղել այստեղ հասնելու համար։ Եվ երբ քահանան վերջապես նրանց հայտարարեց ամուսիններ, նրանք համբուրվեցին ծաղկաթերթերի անձրի տակ, իմանալով, որ հաղթել են։ Նրանք չհաղթեցին հասարակությանը, նախապաշարմունքներին կամ հին կառույցներին։ Նրանք հաղթեցին վախին։ Սիրելու վախին, նվիրվելու վախին, երջանկությունն ընտրելու վախին, բոլոր ուրիշների ակնկալիքներից վեր։ Մարինեն նորից դարձավ այն բացառիկ մասնագետը, որը միշտ եղել էր, բայց այժմ այն ճանաչմամբ, որին արժանի էր։ Ֆելիքսը շարունակեց վարպետորեն ղեկավարել ընկերությունը, բայց այժմ լի սրտով, ամբողջական կյանքով։ Եվ միասին նրանք կառուցեցին ոչ միայն ամուր անձնական հարաբերություններ, այլ մասնագիտական գործընկերություն, որը ընկերությունը հասցրեց էլ ավելի բարձր մակարդակների։ Տարիներ անց, երբ ինչ-որ մեկը հարցնում էր Մարինեին, թե ինչպես է նա կարողացել հասնել այն ամենին, ինչ ուներ, նա միշտ նույն կերպ էր պատասխանում. դա նվաճում չէր։ Դա քաջություն էր։ Քաջություն լինել այն, ինչ կամ, սիրել նրան, ում սիրում եմ։ Պայքարել նրա համար, ինչին հավատում եմ։ Եվ այդ քաջությունը միայն ինձնից չէր գալիս։ Այն գալիս էր մի մարդուց, ով ինձ սովորեցրեց, որ իսկական ուժը խոցելի լինելու թույլտվության, սերն ամեն ինչից վեր դասելու, կանոնները կոտրելու մեջ է, երբ այդ կանոններն անարդար են։
Եվ երբ հարցնում էին Ֆելիքսին, թե ինչ է փոխվել իր կյանքում, նա միշտ մատնացույց էր անում Մարինեին ասում. «Նա ինձ սովորեցրեց, որ ես պարտավոր չեմ սառցե արձան լինել, որ ես կարող եմ լինել մարդ, սխալական, խոցելի մի նույն ժամանակ ուժեղ։ Ինձ ցույց տվեց, որ սիրելը ոչ ոքի չի փոքրացնում, այլ մեզ դարձնում է ավելի մեծ, քան երբեք կարող էինք լինել մենակ»։ Մարինեի Ֆելիքսի պատմությունը լեգենդ դարձավ Ալեքսանյան հոլդինգում։ Մի մշտական հիշեցում, որ հիերարխիաները կարող են մարտահրավեր նետվել, նախապաշարմունքները կարող են կոտրվել, սերը միշտ ճանապարհ է գտնում, երբ այն իսկական է։ Դա հեքիաթ չէր։ Դա իրական պատմություն էր, իրական դժվարություններով, իրական վախերով, իրական արցունքներով։ Բայց նա իրական սիրով, իրական քաջությամբ երջանիկ ավարտով, որը կառուցվել էր շատ քրտինքով, վճռականությամբ, նվիրումով։ Եվ ամեն անգամ, երբ մի նոր աշխատակից մտնում էր ընկերություն, լսում էր պատմությունը, նա սովորում էր մի արժեքավոր դաս, որ իսկական հաջողությունը ոչ միայն թվերի, պայմանագրերի կամ իշխանության մեջ է, այլ սիրելու կարողության մեջ, առանց վախի, պայքարելու նրա համար, ինչին հավատում ես, երջանկությունն ընտրելու, հասարակության կողմից պարտադրված բոլոր ակնկալիքներից վեր։ Մարինեն Ֆելիքսը երկար տարիներ ապրեցին միասին, կառուցելով ոչ միայն ընդհանուր կյանք, այլ սիրո քաջության մի ժառանգություն, որը ոգեշնչեց սերունդներին։ Նրանք ապացուցեցին, որ երբ երկու մարդ իսկապես սիրում են միմյանց, չկա բավականաչափ մեծ խոչընդոտ, չկա բավականաչափ ուժեղ նախապաշարմունք, չկա բավականաչափ ինտենսիվ ճնշում նրանց բաժանելու համար։ Եվ այսպես, այն երիտասարդ կինը, որը մի ժամանակ անտեսանելի էր մի մեծ ընկերության միջանցքներում, դարձավ երկրի ամենահարգված ղեկավարներից մեկը։ Ոչ թե այն ազգանվան պատճառով, որը ձեռք բերեց, այլ այն տաղանդի, որը միշտ ունեցել էր, այն քաջության, որ երբեք չհրաժարվեց նրանից, ով իսկապես էր։ Եվ այն սառը հեռավոր գործարարը, որը մի ժամանակ անձեռնմխելի էր թվում, վերածվեց ամբողջական, երջանիկ, իրականացված մարդու։ Ոչ թե որովհետև ավելի շատ իշխանություն կամ ավելի շատ փող նվաճեց, այլ որովհետև վերջապես սովորեց սիրել սիրվել։ Միասին նրանք գրեցին մի պատմություն, որը սկսվեց թյուրիմացությունից, անցավ աներակայելի փոթորիկների միջով, ավարտվեց սիրո հաղթանակով բոլոր դժվարությունների նկատմամբ։ Մի պատմություն, որն ապացուցեց, որ ի վերջո իսկական ուժը ոչ թե աշխարհին տիրելու, այլ մեկին լիովին նվիրվելու քաջություն ունենալու մեջ է։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինեի Ֆելիքսի պատմությունը դիպավ ձեր սրտերին։ Եթե հուզվեցիք, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում, պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը։